Սիրելի հայրենակիցներ, 2021 թվականին, երբ 44-օրյա պատերազմը արդեն ողբերգական ավարտ էր ունեցել եւ այս իշխանությունը գնում էր արտահերթ ընտրությունների, կարիք կար ժողովրդի քվեն եւս մեկ անգամ խնդրել, աղաչել եւ կարիք կար ժողովրդին համոզել, որ այս ամենում այս իշխանությունները որևէ մեղք չունեն, որ այս իշխանությունները շարունակում են մտահոգ լինել Արցախի ճակատագրով։ Իրենց նախընտրական ծրագրում իրենք ոչ միայն ժողովրդին ազնվորեն չէին ասել, որ պատրաստվում են հանձնել նաև Արցախի մյուս մասը, այլ ներկայացրել էին, որ պատրաստվում են պահանջատեր լինել եւ դեօկուպացնել Շուշին եւ Հադրութը։ Եվ իրենց նախընտրական ծրագրերում, եւ այդ նախընտրական ծրագիրը, որը հիմք է հանդիսացել իրենց կառավարության ծրագրում, նրանք խոսում են արցախցիների իրավունքների պաշտպանության մասին, Արցախի ինքնորոշման իրավունքի մասին եւ նույնիսկ Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիայի մասին։ Ավելին, նույնիսկ սրանից 1 տարի առաջ, երբ տարբեր լրագրողներ դիմում էին ԱԳՆ-ին, արտգործնախարարությանը, նրանք հավաստիացնում էին, որ արցախցիների հավաքական վերադարձի ապահովումը ԱԳՆ-ի օրակարգում է, որ նրանք զբաղվում են այդ հարցով։ Եվ դրանից ամիսներ անց ինչ ենք տեսնում։ Տեսնում ենք ԱԳՆ-ի խայտառակ հայտարարությունը, որտեղ նա ակնհայտ հայտարարում է, որ հրաժարվում է արցախցիների իրավունքների պաշտպանությունից եւ աբսուրդային հակաիրավական ինչ-որ մի հրամանագիր է մեջ բերում։ Եվ տպավորություն է ստեղծվում, որ այդ հրամանագիրը իր կեղծ ոչ իրավական լինելով հանդերձ շատ ավելի ձեռնտու է եւ օգտագործվում է ՀՀ իշխանությունների կողմից, քան Ադրբեջանի կողմից։ Եվ ինչ է ստացվում։ Մի քանի անգամ, երբ որ պետք է, երբ որ իրենց այդպես է անհրաժեշտ, հայկական դիվանագիտությունը ոչ թե ծառայեցվում է ի օգուտ հայկական շահի, այլ հայկական դիվանագիտությունը խաղալիք են դարձրել, օգտագործում են իրենց ներխմբային, ներկուսակցական քմահաճույքները բավարարելու համար։ Թույլ չենք տալու, որ եւս մեկ անգամ ստեք ժողովրդին։ Ուր է ձեր 2021 թվականի խոստումները։ Ուր է այն, ինչ նույնիսկ 1 տարի առաջ, երբ արդեն Արցախը բռնի տեղահանվել էր, երբ Արցախի էթնիկ զտումը, բռնի տեղահանությունը տեղի էր ունեցել, խոստանում եք զբաղվել արցախցիների իրավունքներով։ Իսկ հիմա տեսնում ենք ինչ-որ հայտարարություն եւ միջև չկարդանք, թե ով է հեղինակը, շատ դժվար է գուշակել, դա Ադրբեջանի ԱԳՆ-ն է, թե Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ն։ Ձեր ծրագրով 2021 թվականի ծրագրով դուք եւս մեկ անգամ խաբել, մանիպուլացրել եք ժողովրդին։ Սա ոչ թե ձեր ծրագիրն է, այլ եւս մեկ սև թուղթ, ստի թուղթ, որը օգտագործել եք միմիայն ձեր իշխանությունը պահելու համար եւ որի ոչ մի կետը հանուն հայ ժողովրդի շահերի չեք իրականացնում։ Այժմ քաղաքական ակցիա կանենք եւ ի նշան այդ ստի կբառենք այն ծրագիրը, որը ոչ թե հայկական շահը սպասարկելու համար էր, այլ հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետությանը եւս մեկ անգամ ստելու եւ խաբելու համար էր։ Աշալի վրասնում աղարում չի։ Որտե մի անգամից սկսած վարալ, մին պիտի արել, հաստա էինչ։ Տեսակ ցայն կեղծ փաստաթուղթեր, որով հերթական անգամ խաբեցին եւ հերթական անգամ պարտության եւ անպատվության առաջ կանգնեցրեցին հայ ժողովրդին։
Կողտու։ Կողտու, ատա կողտու 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 կողտու